Տանը թե ռեստորանում լինի, հայերն առանց ախորժելի մի քանի սննդամթերքի սեղան չեն նստում, հաճախորդների պատվերներից վաղուց անգիր է արել Արտյոմը։ Պարտադիր սեղանի վրա թթվի տեսականի լինի, պանրի տեսականի լինի, տնական պատրաստած հացը լինի։ Եթե մոռանում ենք աղը դնել, պարտադիր ասում են աղը բերեք։ Աղը ազգովի չարաշահում են կահազանգում են սննդաբանները։ Բնակչությունը կլոր տարին հիմնականում չանախ լորի աղի պանիր է առնում ուտում։ Ձմռանն այդ ամենին ավելանում է թուն դաղաջրից հանած թթուն։ Եթե 1 կիլոգրամանոց տարայի քանակով ենք նայում, նա պարունակում է 25 գրամ, մինչև 25 գրամ աղ։ Այն դեպքում, երբ բոլոր տիպի ուտելիքների մեջ միասին վերցրած աղի թույլատրելի քանակը օրը 5 գրամ է, ոչ շատ լիքը 1 թեյի գթալ։ 6 գրամ։ Նորման ինչքանով են գերազանցում, որ մթերքների միջոցով ինչպես պարզելու նպատակով Ակադեմիայի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը աղի սպառման ուսումնասիրություն է սկսել։ 1400 մարդուց կճշտեն ճաշի համը չտեսած աղ ավելացնում են, դրսի պատրաստի սննդից հաճախ են օգտվում, անգամ արևածաղիկ նաղով են նախընտրում, թե ոչ։ Աղի չարաշահելը բոլորս են կռահում, բայց որ լաբորատոր հետազոտության թվերն իրենց էլ կզարմացնեին, չէին սպասում, անկեղծանում է Դավիթ Պիպոյանը, որքան էլ ուտելիս չի զգացվում, հացի որոշ փռեր պարզվում է 100 գրամի հաշվով 1.27-ից 1.45 գրամ աղ են օգտագործում, ինչը հացակերմեր բնակչության դեպքում աղի արդեն իսկ ռիսկային շատ չափ է։ 360 գրամ հացի սպառման դեպքում եւ ավել, արդեն այդ 5 գրամը միայն հացով բնականաբար ստացվում է։ Այո, հացով եւ լավաշով, բայց չէ որ մեր սննդակարգում կան բազմաթիվ այլ մթերքներ, որոնք ունեն աղի պարունակություն, հատկապես պանիրը։ Արտադրողի անուն Պիպոյանը չի տալիս միայն աղի թվեր, ստուգել են խանութ սուպերմարկետներից ու փռերից գնաց 32 հացի եւ նույնքան էլ լավաշի նմուշ։ Լավաշների մեջ շատ տարբեր պարունակություն կար աղի։ Օրինակ ունեցել ենք դեպք, երբ 100 գրամում պարունակությունը եղել է 1.6 գրամ եւ ունեցել ենք դեպքեր, երբ պարունակությունը եղել է 2.3 գրամ։ Աղը չափավոր օգտագործելիս օրգանիզմի համար շատ կարևոր է, չարաշահելիս վտանգավոր կարող է դառնալ բարձր ճնշման, երիկամների ու սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ, հիշեցնում են Առողջապահության նախարարությունից, տեղեկացնում, մարդկանց կերած աղի քանակը նվազեցնելու նպատակով առաջիկայում արտադրողների ու հանրային սննդի օբյեկտների սերտիֆիկացում կսկսեն, կհետևեն, որ գոնե պատրաստի մթերքի մեջ այն նորման չգերազանցի։ Գործընթացը արդեն մեկնարկած է, մենք շուտով կունենանք այդ հրամանը եւ մենք շատ ցանկանում ենք նաեւ այդ հրամանը մշակելուց նույնիսկ համագործակցել եւ արտադրողների եւ սննդի օբյեկտների հետ, իրենց կարծիքը լսել։ Փռի թե ռեստորանի դեպքում ինչքան աղի օգտագործումն է ճիշտ սնունդ պատրաստելիս, մեր փորձագետները կառաջնորդվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու Պարենի միջազգային ծրագրի խորհուրդ չափանիշներով, ասում է նախարարության հանրային առողջության գլխավոր կազմակերպիչը։ Բոլոր այն սննդի օբյեկտները եւ արտադրողները, որոնք կմիանան այս ծրագրին, նախարարության կողմից կստանան հավաստագիր, որը վկայում է այն մասին, որ իրենց սնունդի մեջ աղի քանակը նորմալ է։ Ինչ արձագանք կստանա այս նախագիծը դեռ կերևա, բայց որ աղի քանակը պետք է կրճատել, փաստում են նաև հարցման նախնական գնահատականները։ Որպես խոցելի խումբ, հատկապես այն տղամարդիկ են, որոնք շատ օգտվում են հանրային սննդի կետերից եւ հատկապես օգտագործում են օրինակ շաուրմա, քյաբաբ եւ համադրում են թանի կամ տոմատի հյութի հետ։ Ուսումնասիրությունը դեռ շարունակվում է։ Հերմինե Բաղդասարյան, Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։